Սիրելի քաղաքացիներ, շարունակում ենք երկխոսությունը եւ ես պատասխանում եմ թերևս ամենաշատը բարձրացված հարցին. երբ է լինելու համաներում։ Քանիցս առիթ եմ ունեցել անդրադառնալու հարցին, պատասխանելով, որ համաներում դեռ չի ակնկալվում։ Ինչը չի նշանակում, որ պետությունը քայլեր չի ձեռնարկում անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակելու գործիքակազմերը կատարելագործելու ուղղությամբ։ Խոսքը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի մասին է։ Կցանկանայի նշել, որ այս թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ այս գործիքի կիրառմամբ պատժից ազատվել է 151 անձ։ Ինչ վերաբերում է կատարելագործման ուղղություններին, ապա մենք կատարելագործում ենք անձանց գնահատման բալային համակարգը, կենտրոնանալով անհատականացման մոտեցման վրա։ Սա նշանակում է, որ քրեակատարողական ծառայողները եւ պրոբացիայի ծառայողները պետք է ավելի լավ աշխատեն, որպեսզի ավելի լավ եւ ճիշտ գնահատեն անձի դրսեւորած վարքագիծը պատժի կրման ընթացքում, նրա վերասոցիալականացման աստիճանը եւ պատրաստ լինելու աստիճանը վերադառնալ դեպի մեր հասարակություն։ Ուրախությամբ պետք է նշեմ նաեւ, որ այսօր նախագահի հրամանագրով ներում է շնորհվել Արմավիր քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։ Հուսով եմ, որ այս պրակտիկան եւս կլինի շարունակական։